Մենք շատերը գիտենք, որ ումին հարցնես, բոլորը գիտեն մենք վերջին ժամանակներին ապրում ենք։ Ումին հետ գխոսես, նորահոգի, հին հոգի, ասում են կարծես, թե մենք վերջի ժամանակներում ապրում ենք։ Քույրեր, եղբայրներ, որ մարդը սկսում այն կհասկանում է, որ իրավեն վերջի ժամանակներն են, վերջի օրերն են, ես հավատում եմ մենք ամեն մեկս պիտի արթուն մնանք։ Այսօր փրկությունը մուտենում է ու անորենը իրեն կորզը շատացրել է։ Ինչքան կարևոր է ամեն հոգի, առաջինը ինձ եւ քույրեր եղբայրներ հետուցես, որ մենք ժամանակը ճիշտ օգտագործենք։ Ես կհիշեմ, որ ես հիվանդացա, վիրահատեցին ինձ եւ դրանից հետո ես երբեք չեմ պատկերացրել, որ ես հիվանդանամ սիրտս բացեն։ Քույրեր եղբայրներ, ես որ եկամ դուն իմ երեխաներից նայեցի գնոջս, ընտանիքս, ու ես լուրջ սկսեցի լացել։ Հիշեցի, երանի ես առողջականս ավելի լավ լիներ, որ ավելի լավ ժամանակ դայի իմ ընտանիքիս եւ եկեղեցին։ Եվ իմ մեջ ասում էի դեր, երանի 5 տարի առաջ կներես, որ ասում եմ, եթե հիվանդ լինեի, 5 տարի առաջ, որ ես իմանայի, ես ավելի պիտի լուրջ մաքրվեի քու եկեղեցի մեջ եւ իմ ընտանիքից, ավելի պիտի սպաղվեի։ Այսօր եթե ես մի բան եղավ ինձի, արդյոք ես ճիշտ ժամանակ եմ օգտագործել։ Դրան համար քույրեր եղբայրներ, այսօր ուշ չէ։ Այսօրն է ժամանակը եւ երանի ամեն մեկիս ժամանակը ձախով առնենք։ Ասենք փառք Տիրոջը, ես գուզեմ սիրելիներս Եփեսացի 5:15 համարը, Եփեսացի 5:15 համարը, քույրեր եղբայրներ, գարձեց, այստեղ Պողոս Արաքելը, որ ինքը խոսում էր, եթե մեկը այսօր այս խոսքերը ինձի ուղիղ ասի Ռաֆի ջան, դու անխելք ես, ես կարող եմ եղվեմ։ Ասեմ, ինչու դու ասում ես անխելք, բայց նայեք, ինչքան Պողոս Արաքելը հոգին բացել էր, որ մենք վերջի օրերում ենք ապրում, որ ճիշտ ժամանակը օգտագործենք, գրված է, արդ նայեցեք, զգուշությամբ վարվեցեք։ Ոչ թե ինչպես անխելքներ, հետաքրքիր է սիրելիներս, զգուշությամբ ինչքան կարևոր է, որ մենք ճիշտ օգտագործենք ժամանակը եւ զգուշությամբ շարունակությունը ասում է, ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստություններ։ Սիրելիներս, հետաքրքիր ասում է, մի լինեք անմիտք։ Այսօր մեկը սովորական անձի մի լինե անմիտք կարող է նեղվեմ, բայց սիրելիներս փրկության համար, ժամանակի համար, որպեսզի ճիշտ օգտագործենք, թող Աստված ողորմություն է, թող ես անմիտք լինեմ, թող ես անխելք լինեմ, բայց լսեմ Տիրոջ խոսքը, որպեսզի վերջի օրը ես ու իմ ընտանիքս փրկվենք։ Գրված է, այլ իմացեք ինչպես է Տիրոջ կամքը։ Քույրեր եղբայրներ, մենք ապրում ենք վերջի ժամանակներ։ Այսօր մենք պետք է նայենք ինչ է Տիրոջ կամքը։ Շատ կարևոր է, որովհետև ժամանակը, որ դու նայում ես, այս վերջին մեր մոտ պաշտամունքի ժամանակ, ասի սիրելի քույրիկներ, առաջ ցեզի հետո մեզի հարց։ Մենք որ ժամանակը, որ հերախոսը խոսում ենք, քանի ժամ գրնանք ժամանակը տանք հերախոսին, բարեկամներին, քույրիկներին, զանուտների հետ խոսում ենք, բայց Տիրոջ խոսքին մենք երբեք չենք զգուշացնում։ Խոսում ենք թխվածների մասին։ Սայթներ կա, որ նայում են քանի ժամ կարող է մի շուր առնեն, էսի էժանացել է, էսի չգիտեմ ինչ, բայց ժամանակ չկա մենք նայենք մեր երեխաներին։ Ժամանակ չկա մենք նստենք զրուցենք իրարու հետ եւ նույնպես եղբայրներին։ Ես եղել անձամ, ինչքան ժամանակ եմ տվել մարդկանց, խոսել ենք, զրուցել ենք, պաշտամունքից եկել եմ դուն, անձամ իմ գնոջս ասել է Ռաֆի, հերախոսդ փագի մենք ու գարիկդ ունենք։ Բայց ես էլի շարունակել եմ եւ հետո նայել եմ վնասվել եմ ես սիրելիներս։ Ճիշտ ժամանակ պետք է օգտագործենք մեր ընտանիքի համար եւ եկեղեցի համարն ալ քույրեր եղբայրներ, որովհետեւ Աստծո գալը ժամանակը մոտ է։ Դրան համար Հիսուս Քրիստոս այս խոսքերը որ ասում է, մեզի ինչա պետք, որպես այսօր ճիշտ ժամանակ օգտագործենք եւ լցվենք Տիրոջ խոսքով։ Այսօր դու նայում ես մի ամեն մեկս մի ընտանիքին, քույրիկը գարիկ ունի ամուսինին,
որ ամուսինը մոդենա, ժամանակ դա իրան մի քիչ իրան հետ զրուցի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, նույնպես ամուսինը, այն օրը ես էլի գնացել եմ մեկի դունը, մի երեխան լացում ասում է, ուզում եմ պապայից դենամ, չեմ դենում։ Դու գալիս ես ինձանից բանջում ես, պապաս քիշեր ցերեկ աշխատանքի է, եւ գալիս է դուն ոչ մեր հետ խոսում է, ոչ զրուցում է։ Քույրեր, եղբայրներ, այսօր մենք ճիշտ ժամանակ օգտագործենք։ Օրերը չար են։ Մենք դենում ենք անօրենը ինչ է անում, որովհետեւ մեր երեխաների, մեր ընտանիքի, մեր ժամանակները գողանա, որ մենք չլծվենք Տիրոջ խոսքով։ Ու այսօր շատ անգամ կարող է հոգևորը ասի, այո, ես ամեն ինչ թողել եմ, բայց սիրելիներս մեզի մի բան է պետք։ Նայեք ինչ է գրված 18-ը. մի հարբեցեք քինիով, որ նրան մեջ անարագություն գա, այլ լծվեցեք հոգով։ Սիրելիներս, ճիշտ ժամանակ պետք է օգտագործենք։ Այսօր մենք կարող ասենք, այս բանը չենք անում, մենք այս բանը չենք անում, ել կներես, բայց մեզի պետք է լծվենք Տիրոջ խոսքով։ Ժամանակը ճիշտ օգտագործենք։ Շատ անգամ, եթե մենք ավետարանը կարդում ենք, Հիսուսը ասեց, երբ որ անօրենը գալիս է, դենում է, որ մեր դունը դադար գա, լծված չի, այո, շատ բաներ թողել ենք, բայց Հիսուսի դունը պետք է լծված լինի Սուրբ Հոգով։ Եթե չլծվի, անպայման ուրիշ բանով պետք է լծվի։ Եթե դադարք մնաս, գրված է անօրենը գալիս է, եւ իրեն գործը 7 անգամ ավելի մարդու վիճակը չարչարում է, սիրելիներս, եւ իրեն յանքը խանգարում է։ Եվ Հիսուսը ասում է, իմ դունս պետք է լինի աղոթքի դունը։ Գրված է, եւ լծվեցեք, ինչով, Սուրբ Հոգով։ Ինչ է ասում, խոսելով ձեր մեջ սաղմոսներով։ Այսօր հոգևոր ընտանիքը շատ կարևոր է, որ լծվի, մեր դուների մեջ լինի սաղմոսներ, մեր դուրերի մեջ պետք է լինի աղոթներ, սիրելիներս, եւ դա գրված է եւ օրհնություններով, եւ հոգևոր երկերով, օրհնյալ է Հիսուսի անունը։ Այսօր իմ դունի մեջ արդյոք ճիշտ ժամանակ եմ տալիս, արդյոք ես ճիշտ աղոթներ եմ անում, ճիշտ լսվում եմ Տիրոջ խոսքով, սիրելիներս։ Ժամանակներ առաջ մեկի դուն են գնացել, խառներ, բոլորը խառներ։ Ասի Հիսուս ջան, ինչ անենք այստեղ։ Հիշեցի ավետարանը, որովհետեւ Սաղմոսի մեջ գրված է, քույրեր եղբայրներ, Սաղմոս 118:15 համարը։ Արդարների բնակարներում ցնծության ձայնա միշտ փառաբանություն է, սիրելիներս։ Դեսա այն դունը խառնա։ Ասի արեք մի հատ խոսելու առաջ, արեք մի հատ երկենք։ Մի քանի հատ երկեցինք, սիրելիներս, ու դեղ դվանք աղոթքին։ Դες գրագը իջել էր այն դունի վրա։ Աղոթքը որ վերջացավ, եղբայրը ասեց, Ռաֆի եղբայր, մեր դունի մեջ ուրիշ բան եղավ։ Ես զգում եմ մեծ ուրախություն, ասի եղբայրս, երբ որ դունի մեջ երկեր գա, փառաբանություններ գա, Տիրոջ խոսքը գա, երբեք անօրեն իշխանություն չունի մեր դուների վրա, ասենք օրհնյալ է Հիսուսի անունը։ Դրան համար քույրեր, եղբայրներ, ժամանակներ մենք ճիշտ օգտագործենք։ Այսօր գնում ես դուները, կներեք, եղբայրը այն կողմը iPad-ի վրա է, մյուսը գնում է թաբլետների վրա, մյուսը գնում է հեռախոսների վրա։ Երեխաները իրար հետ հեռախոսով են գրում։ Այս ժամանակ չկա նստենք իրար հետ։ Սիրելիներս, թող Տերը օգնի ամեն մեկիս։ Ժամանակները ձախով առնենք։ Մեր մոտ արաբերեն դենսա գրված, ժամանակը ջանք երեք, որ ժամանակը առնենք։ Թող Տերը օրհնի ամեն մեկիս եւ Տերը զորացնի։ Ժողովրդի մեջ գրված է 3 մեկից, այո, ամեն ինչի ժամանակն է, սիրելիներս։ Մենք պետք է ուտենք, պետք է խմենք, մենք պետք է գներես խոսենք եւ շվենք ժողովրդի հետ, բայց ժամանակը գա, պետք է մենք սպաղվենք Տիրոջ խոսքի մեջ։ Սիրելիներս, այսօր ընտանիքներ կարող է լինեն, երեխաները էլ ավետարան չեն կարդում, ոչ մեկ էլ հավաս չունեն ավետարան կարդալու, բայց դու նայում ես մեր կյանքում առաջը, ամեն մեկս նստում էինք, զրուցում էինք, ուրախություն, ինչու մեր դուների մեջ խաղաղություն չկա, ինչու ուրախություն չկա, որովհետև ժամանակը չենք տալիս Տիրոջ խոսքին, քույրեր եղբայրներ։ Թող Տերը օգնի ամեն մեկիս այլ ավելի ու ավելի զորացնի եւ նայեք, որ ժամանակը ճիշտ չենք օգտագործում։ Գրված է առաջի Պետրոսը 5:8։
Առաջի Պետրոս 5:8 համարը արթուն գեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հագարտագործը սատանան մրնչող այրուզի պես գբդդի ու կպնդրի, թե ումին բդի գլե։ Սիրելիներս, շատ անգամ վերում ենք արթուն չենք մնում, անորենը գարձում ես թե մեզի գլեր է, մեզի կուլ ա տվել, եկ չենք արանք իրեն պերանից դուրս ելենք, ինչու համար, որբեսի արթուն վիճակ չունենք, թող Տերը օգնի ամեն մեկի սիրելի քույրեր եղբայրներ, դուք հիշում եք 10 հատ քույսերը, Հիսուսը մեծ օրինակ բերավ, այս 10 հատ քույսերը նվիրված էին Հիսուսին, այսինքն ոչ ամուսնացել են նշանակում է, որ 10-ը նվիրվել են Հիսուսին, բայց գրված է 5 հատ իմաստություն էին և 5 հատ հիմար էին, են հիմարները ով են, որ ճիշտ ժամանակը չէին օգտագործում, որ չէին սպաղվում յուղ հավաքելու, ես չգիտեմ առավոտները ինչ էին անում, գիշերները, բայց մնացածները սպասում էին Հիսուսին, սպասում էին Տիրոջին, երբ հեսան պիտի գա, եւ սիրելի քույրեր եղբայրներ, այսօր մենք էլ եկեղեցի մեջ են կարող լինենք անդամներ, անուն ունենանք, որ մենք փրկված ենք, բայց այսօր 5 իմաստություն քույսերի մեջ չլինեմ, թող Տերը օգնի ամեն մեկիս քույրեր եղբայրներ, Հիսուսը Հոգաս ավետարանում ասեց, ես ուզում եմ այն համարը հիշացնեմ, սիրելիներս, դա Տիրոջ խոսքն է, 23-րդ գլուխը, 28 համարը, ընդեղ քույրիկներ կային լացում էին Հիսուսի վրա, ցավում էին Հիսուսի վրա, բայց իրանց վրա չէին ցավում, իրան երեխաների վրա չէին մտածում, ինչպես այսօր մենք էլ նույնպես, ուրիշների համար մենք շատ անգամ մտածում ենք ինչու, բայց մենք մեզի թողում ենք, նայեք ինչ ասեց Հիսուսը, երբ որ Հիսուսը դարձավ և ասեց, ով Յորուսալիմի աղջիկները, դա եկեղեցի մասին է խոսքը, իմ վրա մի լացեք, բայց լացեք ձեր վրա ու ձեր երեխաների վրա, սիրելիներս, վերջի անգամ մենք երբ ենք ժամանակ դվեր, որ լացենք մեր վրա, մենք երբ ենք լացել մեր երեխաների վրա, մենք երբ ենք լացել իմ քույրիկի, իմ եղբայրի համար, սիրելիներս, թող Տերը ամեն մեկիս օգնի, ժամանակը մոտ է, այսօր ձախով առնենք, այսօր այո պաշտամուն գա, դուք հիշում եք կորոնայի ժամանակը, սիրելիներս, մարդիկ գային, լացում էին, ասում էին եղբայրներ, երբ գլինի պաշտամունք, երբ գլինի Աստված ողորմություն ըրավ, օնլայններ եղավ, բայց օրը պիտի գա, գրված է ավետարանի մեջ, երկիրից երկիրի պիտի գնա, որ խոսքը փնտրեն, խոսքը չի լինում, թող Տերը ամեն մեկիս օգնի, մենք հիմա գայնենք աղոթքին, Հիսուս ջան մեզ օգնի, թող մեր դունի մեջ լինի ճիշտ ժամանակ, թող ցնծության եւ փառաբանության երկերը մեր ընտանիքների մեջ լինի, օրհնյալ է Հիսուսի անունը, մենք հիմա աղոթում ենք սիրելիներս, եւ բերենք ամեն ինչ Տիրոջ առաջ, որ իրավն է, ժամանակը ճիշտ օգտագործենք, այսօր պետք չէ մենք ուրիշների համար առաջինը մտածենք, առաջինը իմ համար, առաջինը իմ երեխաների համար, իմ եկեղեցի համար, որ ես ժողովուրդը օրհնվեն սիրելի քույրեր եղբայրներ, թող Տերը օրհնի եւ զորացնի, ամեն, գուքանք աղոթքին